Իսկ դուք գիտեք, որ Հանրապետության հրապարակը ձևավորվել է տասնամյակների ընթացքում, և ամենակարևորը, Հանրապետության հրապարակը միայն Ալեքսանդր Թամանյանի ստեղծագործությունը չէ, թեև հենց նա է դրել դրա քաղաքաշինական հիմքը։ Թամանյանը նախագծեց Երևանի գլխավոր հատակագիծը, որի կենտրոնական հատվածում նախատեսեց մեծ օվալաձև հրապարակ։ Այդ նախագիծը հաստատվեց 1924 թվականին։ Հետագայում Հանրապետության հրապարակը կառուցապատվեց փուլերով, և դրա վերջնական համակառույցի ստեղծմանը մասնակցեցին նաև այլ ճարտարապետներ։ Բայց այստեղ պատմությունը դառնում է ավելի հետաքրքիր։ Որովհետև եթե այսօր կանգնենք Հանրապետության հրապարակում և փորձենք պատկերացնել այն 1920-ականների սկզբին, դժվար կլինի ճանաչել այս վայրը։ Այն ժամանակ այստեղ այնպիսի հրապարակ չկար, ինչպիսին տեսնում ենք այսօր։ Տարածքը մտնում էր Երևանի նախախորհրդային բնակելի գոտու մեջ, իսկ Թամանյանի նախագծից առաջ այստեղ արդեն եղել էր բաց հրապարակ Բորիս Մեհրաբովի հատակագծով, այսինքն Թամանյանը դատարկ տարածքի վրա զրոյից չստեղծեց հրապարակը։ Նա այդ տարածքը ներառեց նոր Երևանի ամբողջական քաղաքաշինական համակարգի մեջ և նրան տվեց բոլորովին այլ մասշտաբ և նշանակություն։ Իսկ ինչպիսին էր Երևանը մինչև Թամանյանը։ 20-րդ դարի սկզբի Երևանը շատ ավելի փոքր քաղաք էր, քան այսօր։ Քաղաքի կենտրոնում կային բնակելի տներ, խանութներ, հասարակական շենքեր, փողոցներ ու փոքր հրապարակներ։ Քաղաքը զարգանում էր, բայց դեռ չուներ այնպիսի միասնական ճարտարապետական կերպար, որը հետագայում դարձավ Երևանի գլխավոր առանձնահատկություններից մեկը։ 1918 թվականին Երևանը դարձավ Հայաստանի առաջին հանրապետության մայրաքաղաքը։ 1920 թվականի վերջից այն արդեն խորհրդային Հայաստանի մայրաքաղաքն էր։ Այս պայմաններում Երևանի առջև դրված էր մի մեծ խնդիր։ Քաղաքը պետք էր վերակառուցել և դարձնել ժամանակակից մայրաքաղաք։ Պետք էր որոշել, թե որտեղ են լինելու վարչական կենտրոնները, ինչ ուղղությամբ են զարգանալու փողոցները, որտեղ են լինելու մշակութային հաստատությունները, ինչպես են կապվելու քաղաքի տարբեր հատվածները և ինչ տեսք պետք է ունենա քաղաքի կենտրոնը։ Այսպիսի խնդիր հնարավոր չէր լուծել միայն առանձին շենքեր կառուցելով։ Պետք էր ամբողջ քաղաքի համար գլխավոր գաղափար։ Այդ աշխատանքը կատարեց Ալեքսանդր Թամանյանը։ Ալեքսանդր Թամանյանը ծնվել է 1878 թվականին։ Նա ճարտարապետական կրթություն է ստացել Սանկտ Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայում և մինչև Հայաստան տեղափոխվելը աշխատել է ռուսական կայսրության տարբեր քաղաքներում։ Հայաստան գալուց հետո նրա գործունեության կենտրոնում հայտնվեց Երևանը։ Թամանյանի համար խնդիրը պարզապես գեղեցիկ շենքեր նախագծելը չէր։ Նա պետք է որոշեր, թե ինչպես պետք է զարգանա ամբողջ քաղաքը։ 1924 թվականին հաստատվեց Երևանի գլխավոր հատակագիծը, որը դարձավ քաղաքի հետագա զարգացման հիմնական քաղաքաշինական հիմքը։ Թամանյանի նախագիծը նախատեսված էր մոտ 150,000 բնակչի համար, բայց նրա պատկերացրած Երևանը միայն բնակելի տների հավաքածու չէր։ Նա նախատեսում էր կենտրոնական վարչական տարածքներ, մշակութային կենտրոններ, լայն փողոցներ, հրապարակներ և կանաչ տարածքներ։ Քաղաքի կենտրոնում պետք է ձևավորվեր մի տարածք, որը ոչ միայն վարչական, այլև քաղաքային կյանքի գլխավոր կենտրոնը կլիներ։ Այդ տարածքը դարձավ ներկայիս Հանրապետության հրապարակը։ Թամանյանի նախագծած հրապարակը սովորական ուղղանկյուն հրապարակ չէր։ Այն ուներ օվալաձև կառուցվածք։ Այդ ձևը հնարավորություն էր տալիս հրապարակը շրջապատող շենքերը միավորել մեկ ամբողջական ճարտարապետական հորինվածքի մեջ։ Այստեղ շատ կարևոր է հասկանալ Թամանյանի մտածելակերպը։ Նա չէր նախագծում շենքերը մեկը մյուսից անկախ։ Նա մտածում էր ամբողջ տարածքի մասին՝ շենքի բարձրությունը, ճակատի երկարությունը, պատուհանների ու կամարների ռիթմը, փողոցի լայնությունը, բաց տարածքի չափը։
Այս ամենը պետք է իրար համապատասխաներ։ Հետագայում կառուցվող շենքերը պետք է ներդաշնակվեին արդեն ստեղծված ընդհանուր համակարգին։ Այդ պատճառով Հանրապետության հրապարակում տարբեր ժամանակներում կառուցված շենքերը, չնայած տարբեր հեղինակներ ունեն, այսօր ընկալվում են որպես մեկ ամբողջություն։ Հիմա հասնենք ամենակարևոր ճշտմանը։ 1924 թվականը Հանրապետության հրապարակի կառուցման թվականը չէ։ 1924 թվականը Թամանյանի գլխավոր հատակագծի հաստատման թվականն է, իսկ հրապարակի տարածքի կառուցման սկիզբը կապվում է 1926 թվականի հետ։ Հենց այդ թվականին Նալբանդյան փողոցում սկսվեց Հողագործության ժողովրդական կոմիսարիատի հողժողկոմատի երկհարկանի շենքի կառուցումը։ Շենքի կառուցումը ավարտվեց 1929 թվականին, և այստեղ է այն փաստը, որը հաճախ սխալ են ներկայացնում։ Այս շենքը սկզբում կառավարական տուն չէր։ Այն կառուցվել էր որպես հայժողկոմատի առանձին շենք։ Հետագայում այդ շենքը ներառվեց կառավարական առաջին տան ամբողջական համալիրի մեջ։ Այսինքն ներկայիս կառավարական տուն 1-ի պատմությունը սկսվում է հենց այդ փոքր առանձին կառույցից։ 1926 թվականին կառուցված շենքը երկհարկանի էր։ 1936-ից 1938 թվականներին դրա վրա կառուցվեց երրորդ հարկը։ Միաժամանակ արդեն ձևավորվում էր ավելի մեծ գաղափար։ Այստեղ պետք է կառուցվեր ամբողջական կառավարական տուն։ 1932-ից 1936 թվականներին Ալեքսանդր Թամանյանը նախագծեց կառավարական տան մեծ համալիրը։ Նոր նախագիծը պետք է զբաղեցներ ամբողջ թաղամասի տարածքը և իր մեջ ներառեր արդեն գոյություն ունեցող հողժողկոմատի շենքը։ Այսինքն, Թամանյանը չէր քանդում առաջին շենքը և 0-ից նոր տեղում կառուցում կառավարական տուն։ Նա այն ներառեց ավելի մեծ ճարտարապետական համակարգի մեջ։ Եվ հենց այդ պատճառով այսօր կառավարական տուն 1-ը տարբեր ժամանակներում կառուցված հատվածների միավորում է։ Թամանյանի 1932-ից 1936 թվականների նախագծում կառավարական տունը շատ ավելի բարդ կառուցվածք ուներ, քան այն շենքը, որը մենք այսօր տեսնում ենք։ Համալիրի կենտրոնում, ներքին բակում նախատեսված էր բարձրադիր գլանաձև ծավալ։ Այն պարզապես զարդարանք չէր լինելու, այն պետք է կապեր համալիրի տարբեր հատվածները և միաժամանակ քաղաքաշինական կարևոր դեր կատարեր։ Թամանյանի մտահղացմամբ այդ բարձր ծավալը օպերայի շենքի հետ միասին պետք է դառնար նախագծվող հյուսիսային պողոտայի առանցքային դոմինանտներից մեկը։ Բայց այդ նախագիծը ամբողջությամբ չիրականացվեց։ 1941 թվականին շինարարությունն ընդհատվեց, և համալիրի կենտրոնական ու արևելյան հատվածների նախնական նախագծային լուծումները չիրականացան։ Այստեղ արդեն պատմության մեջ մտնում է Թամանյանի որդին՝ ճարտարապետ Գևորգ Թամանյանը։ Ալեքսանդր Թամանյանը մահացավ 1936 թվականին։ Նա չտեսավ կառավարական տան վերջին տեսքը։ Շինարարությունը շարունակեց նրա որդին՝ Գևորգ Թամանյանը։ Գևորգ Թամանյանը փոփոխեց հոր նախագիծը, հանվեց կենտրոնական բարձրադիր ծավալը, իսկ արևելյան հատվածում ավելացվեց ընդարձակ նիստերի դահլիճ։ Կառավարական տան շինարարությունն ավարտվեց 1952 թվականին։ Այսպիսով, Հանրապետության հրապարակում գտնվող կառավարական տուն 1-ը կարելի է անվանել Ալեքսանդր Թամանյանի նախագծի վրա հիմնված, բայց նրա որդու կողմից ավարտված շենք։ Եվ սա արդեն կարևոր տարբերություն է։ Մենք չենք կարող ասել, որ այն ամբողջությամբ կառուցվել է Թամանյանի կյանքի օրոք, բայց նույնքան սխալ կլինի ասել, որ այն ընդհանրապես Թամանյանի շենքը չէ։ Ճիշտ ձևակերպումն այն է, որ շենքի հիմնական ճարտարապետական գաղափարի հեղինակը Ալեքսանդր Թամանյանն է, իսկ նրա մահից հետո շինարարությունն ու նախագծային փոփոխությունները շարունակել է Գևորգ Թամանյանը։ Կառավարական տունը Հանրապետության հրապարակի համար պարզապես հերթական շենք չէր։
Այն առաջին շենքն էր, որը կառուցվեց Թամանյանի գլխավոր հատակագծով նախատեսված կենտրոնական օվալաձև հրապարակում։ Դրա չափերը, բարձրությունը, ճարտարապետական ռիթմը և ընդհանուր ոճը հետագայում ազդեցություն ունեցան հրապարակի մյուս շենքերի վրա։ Կառավարության պաշտոնական պատմական նյութում նշվում է, որ կառավարական տունը իր կառուցվածքով պայմանավորեց հետագայում Հանրապետության հրապարակում կառուցված շենքերի բարձրությունը, մասշտաբը, ռիթմը և ոճական առանձնահատկությունները։ Սա է պատճառներից մեկը, թե ինչու Հանրապետության հրապարակում տարբեր տարիներին կառուցված շենքերը այսօր այդքան միասնական են թվում։ Հրապարակին նայող գլխավոր ճակատը կորագիծ է։ Այն կառուցված է 5 կամարների ռիթմով։ Կամարները հենվում են մոնումենտալ սյունափնջերի վրա, իսկ վերևում շարունակվում է բաց սյունասրահը։ Այս ամբողջ հորինվածքը կապված է հենց հրապարակի ձևի հետ։ Շենքը կարծես հետևում է հրապարակին, դրա համար էլ, երբ մարդը կանգնում է Հանրապետության հրապարակի կենտրոնում, կառավարական տունը չի ընկալվում որպես սովորական ուղղանկյուն ծավալ։ Այն կարծես շրջապատում է և ձևավորում հրապարակը։ Շենքի հյուսիսային կողմում նաև աշտարակ կա, որը պսակված է ուղղանկյուն ռոտոնդայով։ Պետք է շեշտել, որ դեկորատիվ լուծումներում Թամանյանը ստեղծագործաբար օգտագործել է հայկական միջնադարյան ճարտարապետության, դեկորի և դվինի հետ կապված տարրեր։ Կառավարական տունը կառուցված է վարդագույն ֆելզիտային տուֆով, բազալտե գետնախարսխի վրա։ Տուֆը միայն մշակույթ չէր, այն դարձավ Երևանի նոր ճարտարապետական կերպարի կարևոր մասը։ Թամանյանը փորձում էր ստեղծել այնպիսի քաղաք, որը ժամանակակից էր, բայց միաժամանակ տեսանելիորեն հայկական։ Դրա համար հայկական քարն ու հայկական ճարտարապետական ձևերի վերամիավորումը նրա նախագծերի կարևոր բաղադրիչներից էին։ Հանրապետության հրապարակի շենքերի մեծ մասի ընդհանուր գունային և նյութական ներդաշնակությունն էլ հենց այդ պատճառով այդքան բնորոշ է Երևանին։ Կարևոր է չշփոթել Հանրապետության հրապարակի տարբեր շենքերը։ Այստեղ այսօր կա կառավարական տուն 1, որը Թամանյանի նախագծով ձևավորված և Գևորգ Թամանյանի կողմից ավարտված համալիրն է։ Կա նաև կառավարական տուն 2, որը առանձին շենք է և կառուցվել է 1944-ից 1955 թվականներին։ Կառավարական տուն 2-ի ճարտարապետը Սամվել Սաֆարյանն է՝ Ռաֆայել Իսրայելյանի և Վարազդատ Արեֆշատյանի մասնակցությամբ։ Իսկ կառավարական տուն 3-ը նույնպես առանձին շենք է Հանրապետության հրապարակում և կառուցվել է արդեն 1980 թվականին։ Այսինքն, երբ խոսում ենք Թամանյանի Հանրապետության հրապարակի մասին, պետք է հստակ տարբերակենք այս կառույցները։ Թամանյանի հետ անմիջականորեն կապված հիմնական շենքը Հանրապետության հրապարակում կառավարական առաջին տունն է, ներկայիս կառավարական տուն 1-ը։ Հանրապետության հրապարակի հյուսիսարևմտյան հատվածում գտնվող երկրորդ կառավարական տունը արդեն մեկ այլ պատմություն ունի։ Այն կառուցվել է 1944-ից 1955 թվականներին։ Նախնական նախագծի հեղինակը Նիկողայոս Տոկարսկին էր, իսկ հետագայում Սամվել Սաֆարյանը Ռաֆայել Իսրայելյանի և Վարազդատ Արեֆշատյանի մասնակցությամբ մշակեց նոր լուծում, որը պետք է ներդաշնակվեր հրապարակի արդեն ձևավորված միջավայրին։ Այս շենքն էլ ցույց է տալիս, թե ինչպես է Թամանյանի ստեղծած քաղաքաշինական լեզուն շարունակում ազդել Երևանի վրա նույնիսկ նրա մահից հետո։ Հանրապետության հրապարակի մյուս հատվածները նույնպես կառուցվել են տարբեր ժամանակներում։ Արհեստակցական միությունների տունը և կապի նախարարության շենքը կառուցվել և վերակառուցվել են 1956-ից 1978 թվականներին։ Դրանց ճարտարապետներն են Մարկ Գրիգորյանը և Էդուարդ Սարապյանը։ Այստեղ նույնպես ճարտարապետները փորձել են պահպանել հրապարակի միասնականությունը։ Հատկապես հետաքրքիր է այն լուծումը, որով երկու շենքերը միավորվում են հրապարակին ուղղված մեծ կամարով։ Այդ կամարի միջով նախատեսված էր բացել Արարատ լեռան տեսարանը։ Հետագայում այդ տեսանելիությունը փակվեց այլ կառուցապատման հետևանքով։
Այսպիսի մանրուքները ցույց են տալիս, թե որքան կարևոր էր Թամանյանի քաղաքաշինական մտածողության մեջ Երևանի և Արարատի տեսողական կապը։ Թամանյանի նոր քաղաքի կառուցումը չէր կարող տեղի ունենալ առանց հին քաղաքի փոփոխության։ 1935 թվականին կառավարական տան կառուցման հետ կապված սկսվեց հրապարակի տարածքում եղած բնակելի տների և մի շարք այլ կառույցների քանդումը։ Քանդվեցին օրինակ զինվորական պարետատան շենքը, բաղնիքը, կինոթատրոնը, պիոներների տունը, մանկապարտեզը, խանութը, Պտի Շան ռեստորանը և այլ կառույցներ։ Այս փաստը կարևոր է, որովհետև երբ խոսում ենք Թամանյանի Երևանի մասին, երբեմն ստեղծվում է այնպիսի տպավորություն, թե նոր քաղաքը պարզապես կառուցվել է նախկինում դատարկ տարածքների վրա, բայց իրականությունն այդպես չէր։ Երևանի վերակառուցումը նշանակում էր նաև հին կառուցապատման մի մասի կորուստ։ Թամանյանի ժամանակակից քաղաքաշինական ծրագիրն իր հետ բերեց և նոր շենքեր, և նոր փողոցներ, և հին Երևանի որոշ հատվածների վերացում։ Հանրապետության հրապարակի տարածքը մինչև Թամանյանի նախագիծը ներառված էր Երևանի նախախորհրդային բնակելի գոտու մեջ, այսինքն՝ այստեղ մարդիկ ապրում էին, կային տներ և քաղաքային կյանքի սովորական կառույցներ։ Բայց հրապարակի տարածքի գաղափարը այստեղ արդեն գոյություն ուներ Մեհրաբովի հատակագծում։ Թամանյանի գլխավոր նորությունը այն էր, որ այդ տարածքը դարձավ Երևանի նոր կենտրոնական կոմպոզիցիայի հիմնական հատվածներից մեկը։ Հրապարակը խորհրդային տարիներին նույնպես շարունակեց փոխվել։ 1940-ից 1990 թվականներին այն կոչվում էր Լենինի անունով, մինչև 1991 թվականը հրապարակում կանգնած էր Լենինի արձանը։ Արձանի քանդակագործը Սերգեյ Մերկուրովն էր։ Այսպիսով, նույն հրապարակը տարբեր ժամանակներում ունեցել է տարբեր քաղաքական նշանակություն։ Խորհրդային շրջանում այն եղել է պետական հանդիսությունների, շքերթների և պաշտոնական միջոցառումների գլխավոր տարածքներից մեկը։ Հայաստանի անկախությունից հետո հրապարակը կրկին կոչվեց Հանրապետության հրապարակ, և դրա խորհրդանշական նշանակությունը փոխվեց, այն արդեն անկախ Հայաստանի Հանրապետության կենտրոնական հրապարակն էր։ Հիմա անդրադառնանք շատրվաններին։ Թամանյանը շատրվանների նախագիծը մշակել էր դեռևս 1939 թվականին, բայց դրանք կառուցվեցին միայն 1955 թվականին ճարտարապետ Էդուարդ Սարապյանի նախագծով։ Հետագայում 1970-ից 1988 թվականներին շատրվանները վերափոխվեցին գունաերաժշտական համակարգի, այսինքն՝ այսօր մեզ ամենից ծանոթ երգող շատրվանները Հանրապետության հրապարակի պատմության ավելի ուշ շրջանի արդյունք են։ Հրապարակի պատմության ավելի ուշ շրջանի հետաքրքիր դրվագներից է նաև մետրոյի կայարանը։ Հանրապետության հրապարակ մետրոյի կայարանի նախագիծը մշակվել է 1975 թվականին, իսկ շինարարությունը սկսվել է 1981 թվականին։ Կայարանի ճարտարապետներն են Ջիմ Թորոսյանը և Մկրտիչ Մինասյանը։ Կայարանի ճարտարապետական լուծումը նույնպես փորձել է կապվել Հանրապետության հրապարակի համակառույցի հետ, այսինքն՝ նույնիսկ տասնամյակներ անց նոր ենթակառուցվածքը նախագծելիս ճարտարապետները ստիպված էին հաշվի առնել արդեն ձևավորված հրապարակի ճարտարապետական միջավայրը։ Եթե հիմա թվարկենք Հանրապետության հրապարակի հիմնական շենքերի պատմությունը, կստացվի բավական հետաքրքիր պատկեր։ Թամանյանը նախագծեց քաղաքի գլխավոր հատակագիծը և կենտրոնական օվալաձև հրապարակը։ Նա նախագծեց կառավարական առաջին տան համալիրը։ Նրա որդին՝ Գևորգ Թամանյանը շարունակեց այդ շենքի շինարարությունը և փոխեց դրա հիմնական նախագիծը։ Կառավարական երկրորդ տան ստեղծմանը մասնակցեցին Սամվել Սաֆարյանը, Ռաֆայել Իսրայելյանը և Վարազդատ Արևշատյանը։ Արհմիությունների տան և կապի նախարարության շենքերը նախագծվեցին Մարկ Գրիգորյանի և Էդուարդ Սարապյանի շնորհիվ։ Շատրվանների կառուցման նախագծի հեղինակն էլ դարձավ Էդուարդ Սարապյանը։
Իսկ հրապարակը ամբողջական տեսք ստացավ տարբեր տասնամյակներում իրականացված շինարարության արդյունքում։ Այդ պատճառով էլ ճիշտ է ասել, որ Թամանյանը ստեղծեց Հանրապետության հրապարակի քաղաքաշինական գաղափարը, բայց հրապարակը որպես ամբողջական ճարտարապետական համույթ ստեղծվեց մի քանի սերունդների աշխատանքի շնորհիվ։